Տիկնակ և պարոնայք, քննարկում ենք նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և երեկվանից այստեղ մի շարք զարմանալի բաներ տեսանք ու լսեցինք։ Ընտրակեղծարարների երկարամյա դիվանագիտական ժամապահը, որ երկար տարիներ զբաղված է եղել կեղծիքների հետքերը միջազգային հարթակներում մաքրելով, ողբ է անում 20-ամյա ընտրակեղծարարության կապակցությամբ։ Ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ նախկինում բարձրաստիճան և շատ բարձրաստիճան պաշտոնյա եղած մարդիկ են ամենաշատը բողոքում ընտրությունների կեղծումներից, մինչդեռ իրենց պաշտոնավարման ժամկետներում կեղծումների կազմակերպիչ և մասնակից են եղել և ընտրակեղծիքներ արձանագրող ակտիվիստների, լրագրողների և լրատված միջոցների դեմ անձամբ են հետապնդումներ իրականացրել, նույնիսկ խաղաղ ցուցարարների մահվան դատավճիռներ հրապարակել։ Այն ժամանակ, երբ ընտրությունները կեղծելու արդյունքում արտոնություններ պիտի ստանային, ծառայողական ավտոներ, կաբինետներ, զանազան ճանապարհներով փողեր աշխատելու և լվանալու հնարավորություններ բողոք չունեին, իսկ երբ նույն կարգի ընտրակեղծիքների արդյունքում այդ ամենից զրկվել են, սկսել են կեղծարարության դեմ պայքարի Ալեքսանդր Մատրոսով դառնալ։ Եվ իդեպ կարծում եմ պարոն Էդվարդ Շարմազանովը ճիշտ կանի չշտապի, որովհետև բացառապես հետագա քաղաքական իրադարձությունների սցենարի հարց է, թե արդյոք տարիուկես և 2 տարի հետո նա էլ Օսկանյանի պես լալահառաջ կահազանգի 2003-2008-13 թվականի նախագահական ընտրությունների և 15 թվի սահմանադրական հարաքվեի ժամանակ տեղ գտած զանգվածային և աղաղակող կեղծիքների մասին։ Սա կախված է բացառապես իմ կարծիքով քաղաքական իրադարձությունների հետագա ընթացքից։ Հաջորդ զարմանալի բանը, որ տեսանք այս դահլիճում, բայց ինձ ամենաշատը դուր եկան և հուզեցին, խորապես հուզեցին բոլոր այն ելույթները, որոնց հեղինակները խորը կսկիծ էին արտահայտում դորդ ջհար բանակցային ֆորմատի մեր քննարկումների ընթացքում այն մի փոքր գերագնահատվում է։ Ինչ նկատի ունեմ։ Գործող ընտրական օրենսգրքի պայմաններում 2015 թվականի դեկտեմբերին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կոպտորեն կեղծվեց, ընտրողների տված ձայները գողացվեցին։ Բայց Հրազդանի քաղաքապետի ապրիլի 17-ի ընտրությունների ժամանակ, ինչպես այստեղ ասվեց, որը տեղի ունեցավ այդ նույն ընտրական օրենսգրքով, քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը հաջողվեց պահել և դե յուրե արձանագրել իր թեկնածուին տված ամեն հատիկ քվեն։ Կուսակցության վստահված անձանց թիմին հաջողվեց կանխել կրկնակնքվեարկությունները, առնվազն շոշափելի ծավալով, էլ չենք ասում որևէ մեկը լցոնում իրականացնելու շանս անգամ չուներ Հրազդանում։ Սա ասում եմ ցույց տալու համար, որ ընտրական օրենսգիրքը ճիշտ է շատ բան է որոշում, բայց ավելի շատ բան որոշում են այն հարակից գործոնները, որոնք ֆոն են ստեղծում ընտրական օրենսգրքի և քաղաքական պրոցեսի համար։ Հրազդանում օրինակ մեզ չհաջողվեց կանխել ընտրակաշառքների ազդեցությունը պրոցեսի վրա։ Կարծում եմ պատճառներից մեկն այն էր, որ քաղաքացին չհավատաց իր ամեն հատիկ ձայնը պահելու մեր խոստմանը, որովհետև Օսկանյանի 20 տարվա ընթացքում բոլոր ընդդիմությունները խոստացել են պահել ձայները, կանխել կեղծիքները և չեն կատարել այդ խոստումը։ Մարդիկ նախընտրեցին հավատալ 20 տարվա փորձին։ Փորձ ունեցող տառապանքը զորեղ թվաց, զորեղ գտնվեց, բայց Հրազդանում տեղի ունեցածը կարևոր է, որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ցույց տվեց, որ ամեն քվեն պահելու խոստումը ցնորք չէ, այլ իրականություն և սա լավ հենք է ապագայի համար։ Իսկ ապագայի համար կա ևս մեկ գործոն, որը կարևոր է, բայց որը ընտրական օրենսգրքով սահմանված չէ, բայց էական նշանակություն է ունենալու ընտրական պրոցեսի ճակատագրի վրա։ 2017 թվականի ընտրություններում բազմաթիվ մարդիկ որոշելու են քվեարկել հանուն փոփոխությունների և ձայն տալ ընդդիմությանը, բայց այստեղ քաղաքացին պրոբլեմի առաջ է կանգնելու, որովհետև հարց է ծագելու բազմաթիվ և բազմապիսի ընդդիմություններից որն է այն ընդդիմությունը, որին պետք է ձայն տալ, որովհետև Հայաստանում այնքան սորտի և տեսակի ընդդիմություն կա, որքան Ֆրանսիայում պանրի տեսականի։ Բայց իմ կարծիքով պանրի այս տեսականուց գնալով ավելի
ավելի ու ավելի շատ վատ հոտ է գալիս եւ իմ համոզմամբ բազմաթիվ ընդդիմությունների ինստիտուտը Հայաստանում պետք է վերանա եւ քաղաքացու համար պետք է շատ կոնկրետ լինի թե ով է ընդդիմությունը մենք ասել ենք եւ շարունակում ենք պնդել որ Հայաստանին պետք է մեկ ընդդիմություն եւ ուզում եմ ասել որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գործելու է այս ուղղությամբ երկրի այդ մեկ ընդդիմությունը դառնալու ուղղությամբ որովհետեւ առանց ընդդիմության հարցի ճշգրտման իշխանապողությունն անհնար է լինելու Ուզում եմ անդրադառնալ նաև այն պնդումներին, թե նոր ընտրական օրենսգրքի նախագիծը քաղաքացուն զրկում է նախկինում ունեցած հնարավորությունից, երբ նա օրինակ մեծամասնականով ձայն էր տալիս թաղային հեղինակությանը, օլիգարխին իսկ համամասնականով ընդդիմությանը։ Նոր օրենսգրքով նման հնարավորությունը այո վերանում է, որովհետև օլիգարխին եւ թաղային հեղինակությանը ձայն տալու համար քաղաքացին պետք է անպայմանորեն քվեարկի նաև նրան ներկայացած կուսակցության օգտին։ Եվ եթե նման փոփոխությունը տոկոս ստանալու ընդդիմության շանսերի առումով կարելի է բացասական համարել, խորքային քաղաքական իմաստով սրա մեջ նույնիսկ դրական երանգ կա, որովհետև քաղաքացին այո, պետք է լուրջ ընտրություն կատարի։ Ինքը հանուն ինչի է քվեարկելու, որ իրեն օրը երկու հատ լավաշ տան, աթամի պրոտեստ է դու գիտել, թե քվեարկելու է հանուն քաղաքական փոփոխությունների ազատ եւ երջանիկ Հայաստանի։ Քաղաքացին արդարացիորեն վճռականություն է ակնկալում ընդդիմությունից, բայց ինքը նույնպես ընտրական տեղամասում վճռական լինելու անհրաժեշտություն ունի։ Չի կարելի տեղամասում քվեարկել թաղային հեղինակության օգտին եւ վազել ազատության հրապարակ ընդդիմությունից իշխանապողություն պահանջելու։ Ես համաձայն եմ իհարկե, որ սա միայն քաղաքացու խնդիրը չի, բայց ելի եմ ասում, բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ գրում են հողպոր տղու, դասարանցու, եղբոր սիրուն, քվեարկում իրենց թաղի, օրինակ ծգլի օգտին եւ վազում են ընդդիմությունից իշխանապողություն պահանջելու։ Այս երկու պրոցեսները անհամատեղելի են։ Քաղաքացին այո պետք է որոշի ինքը ում օգտիվն է քվեարկում եւ դրանից հետո ինքը պետք է շատ կոնկրետ պահանջներ դնի ընդդիմության առաջ։ Ես համաձայն եմ, որ երկրում պետք է լինի շատ կոնկրետ եզակի ընդդիմություն, որ քաղաքացուն նման վճռականություն ցուցաբերելու հաստատակամություն հաղորդի։ Եվ կարծում եմ, հենց սա է առանցքային հարցը, ավելի առանցքային, քան բազմաթիվ հոդվածներ ընտրական օրենսգրքում։ Ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքին։ Պարզից էլ պարզ է, եթե կա խորհրդանական մեծամասնություն, եւ այդ խորհրդանական մեծամասնությունը ունի հնարավորություն Ինքը բոլոր դեպքերում պետք է ընդունի իրեն շատ թե քիչ ձեռնտու ընտրական օրենսգիրք, բայց սրանից ողբերգություն սարքել պետք չէ, որովհետև բոլոր իշխանություններն էլ ընտրություններում պարտվում են իրենցից գրած ընտրական օրենսգրքով, բոլոր ընդդիմություններն էլ ընտրություններում հաղթում են իշխանության գրած ընտրական օրենսգրքով։ Խնդիրը ոչ թե ընտրական օրենսգիրքն է կամ ոչ միայն ու ոչ այնքան ընտրական օրենսգիրքն է, այլ այն թե արդյոք երկրում կա ժողովրդի վստահության քվեն, ծրագրային, կադրային, ծագումնաբանության առումով ստանալու արժանի ընդդիմություն, որի ժողովուրդը անկեղծորեն, ոչ թե իհեճուկս իշխանության, այլ անկեղծորեն ուզենա տեսնել սեփական երկրի կառավարման ղեկին։ Տվեք ինձ այսպիսի ընդդիմություն եւ ես իշխանապողություն կանեմ նույնիսկ այնպիսի ընտրական օրենսգրքով, որի տառը հյուսիսային Կորեայից է, իսկ ոգին Սաուդյան Արաբիայից։